Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների պետական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Համեցեք, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով նախատեսվում աջակցություն տրամադրել Արարատի եւ Արմավիրի մարզում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ եւ նույն ժամանակ պարտադիր պետք է հանդիսանան ավելացված արժեքի հարկ վճարող։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով։ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Ծրագրի շրջանակում կարևոր է, որ կերը պետք է ձեռք բերված լինի պարտադիր սերտիֆիկացված, այսինքն պետք է լինի սերտիֆիկացված կեր, որը համապատասխանի եւ ԵԱՏՄ եւ ԵՄ ստանդարտներին, մնացած կետերը արդեն վերաբերվում են այն, այսպես ասած, մեխանիզմներին, թե ինչպես կարող են տնտեսվարողները դիմել, որպեսզի այս աջակցությունը ստանան։ Պարոն վարչապետ, եթե հարցեր լինի, մանրամասներին կներկայացնեմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, շատ կարևոր նախագիծ է եւ լավ է, որ մենք այս իրավիճակում մեր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցում ենք, բայց ես կարծում եմ, որ այս ողջ process-ը լավ առիթ է, որպեսզի մենք ոլորտների հետ կապված բովանդակային հարցերի նույնպես անդրադառնանք, որովհետեւ ես էլի ուզում եմ հետեւյալի վրա մեր ուշադրությունը հրավիրեմ, որ շատ երկար ժամանակ մենք մեր տնտեսությանը անընդհատ այդ ուղերձը տալիս ենք, որ տնտեսական կապերը պետքա դիվերսիֆիկացնել։ Եվ դիվերսիֆիկացիա իրականում տեղի չի ունեցել հիմնականում եւ չնայած այն բանի, որ կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել։ Իսկ դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետեւ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ես ասեմ, ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ 2 տարի առաջ մենք փակ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում կայացրինք, մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին եւ այլն, կառավարությունը չտրվեց դրան եւ մենք շարունակ մնացինք այդ որոշմանը, ինչ տեղի ունեցավ հետո։ Մեր հարգելի ձկնարդյունաբերողները դիմեցին դատարան եւ մեր հարգելի դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն այն որոշումը, որ կառավարությունը, կարծեմ օրենք էինք ընդունել եւ նաեւ որոշում էինք ընդունել, զրոյացրեցին այդ որոշումը, այսինքն ասցին, որ կարող է այդ արտեզյան ավազանը էլի շարունակենք հանել ու լցնել բանով դրենաժով ուղարկել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետքա պատասխան ստանանք։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։
Այս հարցերին մենք պետք է առերեսվենք ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ի՞նչ է նշանակում։ Չէ, լավ է, գոհ եմ։ Բայց պետք է սրա քշիրը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Երեք մենք խոսում ենք բանի մասին, մի ուրիշ առիթով խոսում ենք, տեսեք, դիվերսիֆիկացիայի մասին, նույն կոնյակ բրենդի եւ այլն այս պատմությունների մասին։ Եթե մենք ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ միջազգային ստանդարտի տրամաբանությամբ, ուրեմն այդ խմիչքը պետք է արտադրվի կաղնե տակառների մեջ։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է կաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Այսինքն սրանք այս խնդիրներին մենք պետք է առերեսվենք։ Ես այս դահլիճում քանի անգամ եմ խոսել ստանդարտի մասին։ Տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտի մասին։ Բայց մենք այնց չի, որ ստանդարտի մասին խոսում ենք, դե ասում ենք, գիտեք ինչ, գնացեք ստանդարտ, մենք ասում ենք ստանդարտը սահմանում ենք, ասում ենք Ժորժ ջան, եկեք իրար հետ մենք ձեր կողքը կանգնենք, դուք մեր կողքը կանգնենք։ Ստանդարտի մեջ գնենք։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխան։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչում ես, դեռ մեզ ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում այս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք, որովհետև այո, տենց հերթով անցնելով դե շրջակա միջավայրի նախարարությունում դե ասում ենք լավ ոչինչ, եկեք դե մի քիչ սենց գնանք։ Հաջորդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ասում ենք դե այդ խնդիրը պետք է մի ձև անենք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունաբերության ասում ենք դե դժվար վիճակները, տենց պատտվելով գնում ենք վերջում հասնում ենք առողջապահության նախարարություն։ Դե ասում ենք եկեք տենանք ոնց ենք այս ամեն ինչի հետևանքները վերացնում։ Հա շատ լավ հասկանում եմ։ Ժամանակ է եղել, որ մենք բան ենք երել, Հայաստանի ժողովուրդը առավոտը կարտոֆիլ նախաճաշին, ճաշին կարտոֆիլ, ընթրիքին կարտոֆիլ կամ չգիտեմ, բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը, այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհը, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Այդ ամեն ինչը վերաբերվում է նաև էլի բազմիցս խոսել ենք գյուղատնտեսության ոլորտին։ Այսպես ասած, ոչ նորմատիվային հողեր հասկացություն կա Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ նորմատիվային հողերը այն հողերն են, որոնք սովորականից ավելի շատ ջուր են պահանջում վեգետացիան ապահովելու համար։ Մենք ոչ նորմատիվային հողի վրա, երբ որ ամենացածրարժեք մշակաբույսն ենք աճացնում, ստեղ հարց է Ժողովուրդ ջան, 1000 դրամի ջուր ենք վատնում, լավ 1050 դրամի արտադրանք ստանում։
Մենք չենք ասում այդ հողի վրա բան չաճացնենք, բայց ասում ենք այդտեղ աճացնենք ոչ թե ցածրարժեք գյուղատնտեսական մթերք, այլ բարձրարժեք գյուղատնտեսական մթերք։ Եվ սրա համար պետք է աշխատանք, սրա համար պետք է խորհրդատվություն։ Եվ այս ուղղությամբ պետք է ասեմ։ Գիտեք, ես գիտեմ, որ այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Որովհետեւ ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան էս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են, եկեք ձեռ չտանք կանդրադառնանք, շատ լավ։ Դե արցակուրտները գալիս են, հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, հոպ, գալիս է նոր տարին։ Դե լավ, դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում, կոնյակ բրենդի բան առնում են, լավ եկեք բան չանենք եւ այլն։ Ու տենց, հետո ի՞նչն է գալիս, հետո գալիս է զատիկը, հետո արցակուրտները նորից սկսում են եւ այլն։ Աջակցենք ինչքան պետք է։ Ու փառք Աստծո, մենք այսօր այդ հնարավորությունը ունենք, որ աջակցում ենք։ Ու կաջակցենք ինչքան պետք է։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չի տանում զարգացման։ Ընդ որում մենք բոլոր ոլորտներում ենք, հիմա մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի բոլոր ոլորտներում էլ մենք տենց ենք բանանում։ Այդ մեր քաղաքականությունը աջակցենք ինչքան պետք է եղածից էլ ավել, բայց դա պետք է ուղղված լինի զարգացմանը։ Այս աջակցության արդյունքում մարդիկ նույն կետի վրա պետք է չմնան, պետք է առաջ գնան։ Ես չեմ ասում կիլոմետրանոց կամ մետրանոց, միլիմետրանոց քայլերով թող գնանք։ Որտեւ եկեք նայենք, մենք արդեն 35 տարի անկախ ենք, ամեն անկախության շրջան մի միլիմետր առաջ գնայինք։ Հիմա պատկերացրեք ուր հասած կլինեինք։ Հետևաբար ես առաջարկում եմ այս տրամաբանությունը։ Ես առաջարկում եմ եւ բոլոր այդ երկխոսության եմ ես հրավիրում։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Եկեք հասկանանք, որ կողմնացույցը 4 կողմ ունի, ել չեմ ասում 4 ու 10 այսինքն այդ կողմերն էլ հələ, այսինքն քառորդ չի էլի, 4 ուղղություն, բայց այդ 4 ուղղությունների մեջ 360 աստիճան ազիմուտ կա, չէ՞։ Պետք է տիրապետենք, հնարավոր չի բանին, ասենք կողմնացույցի 1/4-ով բան անել, ապրել եւ ամեն ինչը կառուցել այդ 1/4-ի վրա։ Եվ սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին։ Եվ ես առաջարկում եմ, որ պարոն Պապոյան, մենք եւ մեր մյուս գործընկերները, պարոն Խաչատրյան, ովքեր տնտեսության հետ եւ ընդհանրապես ինչի միայն տնտեսության, ամեն ինչի մասին է խոսքը։ Կրթության մասին էլ է խոսքը։ Բացարձակապես ամեն ինչի մասին է խոսքը։ Եվ հետեւաբար աջակցենք եւ կաջակցենք այնքան ինչքան հարկավոր է։ Առաջիկայում կարելի է կազմակերպել իմիջայլոց, մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք, տեսնենք ոնց են աշխատում, կարող է իրանք էլ մի բան ասեն, մեր իմացությունը հաստատ բան չի, ամբողջական չի, մենք էլ գնանք, տեսնենք ոնց են տեղի ունենում process-ը, որտեղ առանց հաղորդակցության հնարավոր չի, այսինքն լուրերի միջոցով կամ իրանք այնտեղ, մենք ստեղ, բոլոր ոլորտներն է վերաբերվում։ Սա կարևորագույն էլի եմ ասում, ամեն օր ասում են, վայ, բան, էսա բրիֆինգ առնելու, այսօր լիքը ճգնաժամ, սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է։ Սա ճանապարհ է եւ սա պատուհան է, որը մեր առաջ բացվել է, այսինքն չի բացվել, մենք ինքներս ենք բացել այդ պատուհանը մեր առաջ։ Բաները են յուղել ենք, ծխնիները յուղել ենք, այդ բռնակները յուղել ենք եւ հանգիստ բացել ենք։ Դուռը, պատուհանը եւ օդափոխությունը պետքա կազմակերպել նորմալ եւ պետքա որոշում կայացնել, կարող է, էլի եմ ասում,
ավարտվել է այն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք։ Մենք ամեն տեղ եւ անընդհատ պետք է ունենանք այլընտրանք եւ ինչքան շատ այդքան լավ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշումներ կայացնելու եւ մենք այդ դա մեր պարտքն է այդ հնարավորությունը տալ։ Ինչ կորոշի։ Ժողովրդի որոշումը անքննելի է, իհարկե ցանկացած որոշում ինքը նաեւ քաղաքական առաջնորդություն է ենթադրում։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ եւ առանձին թեմա է։ Եվ հետեւաբար գնանք եւ առաջնորդվենք այս տրամաբանությամբ։ Խնդրեմ այլ դիտարկումներ կան, հարգելի գործընկերներ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես երկու դիտարկում եմ ուզում կատարել այս հարցի կապակցությամբ, նախ այն, որ մենք այս աջակցությունը հենց ժամանակավոր տրամաբանության մեջ ենք քննարկել էկոնոմիկայի նախարարության հետ, այն առումով, որ մենք հիմա այս որոշմամբ որոշակի դրամական աջակցություն ենք ցուցաբերում, որ կարողանան կերը ավելի մատչելի գնելով պահել այնքան ժամանակ, որ հնարավոր լինի նոր շուկաներ գտնեն, որովհետև իրենց հիմնական խնդիրը որն է այսօր շուկաները, որտեղ իրենք սովորաբար իրացնում էին, այլևս մասամբ հասանելի չեն եւ աշխատանք է պահանջում նոր շուկա գտնելը։ Եվ այդ աշխատանքի ընթացքում այդ ձուկը պետք է շարունակի մնալ այդ տնտեսություններում, նա արդեն 1 տարուց ավելաճեցված ձուկ է, եւ որպեսզի նա ժամանակ ունենա վերա դասավորվելու, մենք գտել ենք, որ դրա միակ եղանակը այս պահին կարճաժամկետ արագ եղանակը սա է։ Բայց էկոնոմիկայի նախարարությունը հենց հարցը քննարկելու ժամանակ մեզ ներկայացրել է իր այն մտադրության մասին, որ հաջորդ աջակցությունը պետք է ավելի երկարաժամկետ միտված բաղադրիչներ պարունակի, ինչպես դուք արդեն ասացիք, եւ այս կերի ծախսերը համաֆինանսավորելու աջակցությունից մենք պետք է անցնենք զարգացման տրամաբանության մեջ այնպիսի տարրեր ներառելուն, որտեղ մենք կարող ենք հաշվի առնել նաեւ օրինակ վճարված հարկերը, ինչպես դուք արդեն նշեցիք։ Եվ մենք դա կքննարկենք մինչև հաջորդ աջակցությունը բերել է։ Պարոն վարչապետ, եւս մեկ դիտարկում է ուզում անել, որ կապված էր առաջին մասում ձեր կողմից նշված հարցին ջրի օգտագործմանը։ Մենք շրջակա միջավայրի նախարարության հետ մի շատ կարևոր փոփոխություն ենք կատարել, իհարկե կանգ չենք առել այն կետում, որտեղ դատարանները մեզ ասին, որ ձեր որոշումը իրավաչափ չի եւ չի կարող գործել եւ մենք էլ հանձնվեցինք, այդպես չի, մենք շարունակեցինք նայել իրավիճակը, հասկացանք, որ բոլոր, ես սա կարևոր պարզաբանում եմ համարում, բոլոր ջրօգտագործման իրավունքները տրված են ժամկետով։ Եվ եթե մեկը կարող է բողոքել, որ ժամկետը չավարտվելու դեպքում մենք այն ժամանակ ասում ենք եկեք ջրի փակ շրջանառու համակարգ օգտագործեք, ջրի օգտագործումը կրճատեք 40%-ով, որ լինի տնտեսապես ավելի արդյունավետ, եւ իրենք էլ բողոքում էին, ասում էին, չէ, դուք մեզ նախապես չեք ասել, մինչեւ մեր իրավունքը չսպառվի ժամկետում չեք կարող այդպիսի բան ասել, դատարանի որոշումը ըստ էության դրա մասին էր։ Մենք շարունակեցինք գնալ առաջ, այսինքն օրենքով բոլորին տեղեկացրեցինք, որ իրենց ջրօգտագործման ժամկետը ավարտվելուց հետո այլևս նույն ծավալով ջուր չեն կարողանալու օգտագործել ձուկ արտադրելու համար, որովհետև ես գիտեմ մի քանի ամիս հետո էլ, երբ որ արդեն այս վերաձևակերպումների շրջանը եկավ այդ բողոքի ալիքն ենք տեսնելու, բայց բոլորը տեղեկացված են եւ երբ որ արդեն հիմա կլրանա իրենց նախապես ստացված ջրօգտագործման իրավունքի ժամկետը, իրենք կստանան համապատասխան ծավալով ավելի նվազեցված նոր ջրօգտագործման իրավունք։ Հիմա նրանք, ես հետ եմ ուզում գամ այն հացին, թե ովքեր լսում էին, թե ինչի մասն ենք խոսում տեխնոլոգիական արտադրության հարցը կամ գործոնը մեջ բերելով, նրանք, ովքեր ժամանակին այդ տեխնոլոգիական վերազինումը կարող էին կատարել կամ քայլեր էին արել այդ ուղղությամբ, կարող են նվազեցված ջրի քանակով պահել այն արտադրության ծավալները, որոնք իրենք անցյալում ունեին։ Նրանք, ովքեր չեն արել դա, եւ հիմա արդեն երբ որ ջրի օգտագործման քանակը կվերադարձվի բնության տեսանկյունից անվտանգ մակարդակի, սա ամենակարևոր կետն է ըստ էության, որ մենք ինչ ենք ասել, ասել ենք, որ արարատյան արտեզյան ջրավազանը չի կարող թույլ տալ ավելի շատ օգտագործում, քան միջազգային կազմակերպությունների հետ կատարված ուսումնասիրության եզրակացությունն է։ Այդ սահմանաչափը հիմա արդեն ֆիքսված է օրենքով, դրա շրջանակներում վերաձևակերպումները կլինեն առաջիկա ամիսների ընթացքում եւ մենք դրանով հնարավորություն կտանք, որ ովքեր տեխնոլոգիական արտադրություն իրականացնում, շարունակեն իրենց որոշումներին համապատասխան գործել եւ բնությունն էլ կլինի անվնաս։ Շատ լավ, հիմա ստացվում է, որ ովքեր նոր ջրօգտագործման թույլտվություն պիտի ստանան, արդեն նոր կարգավորումներն ձկնարդյունաբերությունը ջրի օգտագործման փակ ցիկլով պետք է տեղի։ Հա, քանակը նվազեցնում ենք, ասում ենք դուք որոշեք, փակ եք անում, թե բայց էսա ջրի լիմիտը, հասկացա։ Համեցեք, պարոն Մատես։
Պարոն վարչապետ, տնտեսվարողներն են արդեն շահագրգռված, որպեսզի անցնեն փակ ցիկլի, որովհետև մենք երկարաձգման ժամանակ ջրօգտագործման թույլտվությունները ձկնաբուծարանների համար կրճատում ենք 35.6%-ով։ Այսինքն իրենք իրենց ընդհանուր տնտեսական համակարգը պահելու համար շահագրգռված են անցնելու այդ համակարգին։ Շատ լավ, շատ լավ։ Բայց էլի տեսեք, էլի ինչի մասին ենք խոսում։ Խոսում ենք արդյունավետության եւ արտադրողականության մասին։ Այսինքն արտադրողականությունը տնտեսության պետք է լինի պատշաճ մակարդակում եւ որակի ստանդարտի մեջ պետք է լինի, որովհետեւ էլի մասում մենք պետք է առերեսվենք դրա հետ, որովհետեւ հիմա նույնիսկ աշխարհում ի ստանդարտներ են գործում, նույնիսկ բանի ածխածնային հարկեր են գոյանում աշխարհում, որովհետեւ նույն արտադրանքը ինքը բաժակը օգտագործման իր արտադրության ժամանակ ածխադդու գազի արտանետում կա թե չկա։ Եթե կա իր դեպքում մի հարկագործում, առնվազն Եվրամիությունում եւ շատ այլ երկրներում, եթե չկա, ուրիշ հարկագործում, այսինքն նրանք ովքեր այն արտադրությունները, կանաչ արտադրությունները ավելի ցածր հարկային ռեժիմով են աշխատում։ Եվ սա վերաբերվում է նաեւ որովհետեւ նույն ձկի եւ սննդի արդյունաբերությունը ինքը ստանդարտին համապատասխանել նշանակում է պոտենցիալ արտահանման հասցեատերերը պետք է հնարավորություն ունենան գալ տեսնել ինչ կերատրվում, ինչքան կերատրվում, ինչքան ձուկ է աճեցվում կոնկրետ տարածքի մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Սա նշանակում է ստանդարտի բարձրացում, բայց այս ստանդարտի բարձրացումը ինչ է։ Սա նաեւ բան է երկարաժամկետ հնարավորություն է, որովհետև եթե ստանդարտի մի շուկա մտար, այդ նշանակում է այս շուկայում երկարաժամկետ ներկայությունը շատ մեծ հավանականություն է ստանում։ Շատ լավ, առաջարկում եմ քվեարկենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։